Սիրելիներ, ուշադրություն դարձեք, ինչ ծառա իմ հետևում հենց հիմա։ Սա կոչվում է բենգալյան ֆիկուս։ Ծառ, որը նաև սնվում է օդային արմատներից, այսինքն սրա արմատները վերևում են, ինքը ձգողական ուժի հաշվին արձակում է իր ճյուղերը դեպի ներքև ու ընդեղից նաև սնունդ ստանում, թե վերևից է սնունդ ստանում, թե ներքևից է սնունդ ստանում։ Դուք պատկերացնում եք, ինչքան հետաքրքիր ուղերձ կարելի է ստանալ Աստծո ստեղծած բնությունից, որ մեզ պարգևել է։ Իրականում այս ծառը հրաշալի սնունդ է ստանում, կպած է իր արմատներին, իսկ արմատները վերևում են։ Այնպես էլ մենք քրիստոնյաներս շատ լավ պետք է հասկանանք, որ մեր արմատները ներքևում չեն, այլ մեր արմատները վերևում են Քրիստոսի մեջ, եւ նրանից մենք պետք է միշտ սնունդ ստանանք ու նրանով ապրենք ու նրանով պահպանենք մեր սրբությունը, մեր գոյությունը այս աշխարհի վրա, մինչև որ երկնքում միանանք նրան։ Աստված օրհնի ձեզ, կպած մնացեք Քրիստոսին, ինչպես որ նա ասում է, ես որդատունքն եմ, դուք ճյուղերը, եթե չմնաք այդ որդատունքի վրա, երբեք ու երբեք պտուղ չեք կարող բերել, իսկ եթե մնաք, հրաշալի պտուղ կբերեք եւ պտուղ բերողին Աստված կմաքրի։ Աստված օրհնի ձեզ, պահեք ու պահպանեք ձեր սրբությունը Աստծո մեջ եւ ձեր արմատները խորացնելով նրա մեջ, Հիսուսի անունով։ Ամեն։